Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը չի հանգստանում։ Նա հետևողականորեն գրոհում է մեր ազգային արժեքների վրա, քայքայում է դրանց հիմքերը, արդեն տևական ժամանակ նրա թիրախում հայտնվել է հայ առաքելական եկեղեցին, վեհափառը, տարբեր սրբազաններ, դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կատարել է մի աննախադեպ քայլ, որը դեռևս համենայն դեպս նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել, որ պետության ղեկավարը այսպես գրեհկորեն ու ուղիղ քիթը մտցնի մարդկանց անձնական կյանք եւ անկողինների փորփրումը հասցնի պետական քաղաքականության աստիճան։ Շատերը դա վերագրում են թուրք-ադրբեջանական պահանջին, շատերը դա վերագրում են որպես կապիտուլյացիայի հետևանք, մի մասն էլ դա համարում է, որ դրանք նախապատրաստական աշխատանքներ են, որոնցով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կամ 2026 թվականին, կամ հնարավոր արտահերթ ընտրություններին բոլոր տեսակետներն էլ իդեպ ընդունելի են, բոլոր տեսակետներն էլ իրավամբ կարելի է համարել ճշմարտացի։ Դուք ինչ եք կարծում, որոնք են այդ մոտեցումների այնուամենայնիվ դոմինանտը, թուրք-ադրբեջանական պահանջը, թե քաղաքական օպոնենտներին ճանապարհից հեռացնելը, կամ կապիտուլյացիայի հետևանքով ստեղծված Նիկոլ Փաշինյանի այս կոմպլեքսներն ու դավաճանի գիտակցումը։ Շնորհակալ եմ, դոմինանտ ասածը մոտիվի տեսանկյունից իր իշխանության մնալն է։ Բնականաբար եկեղեցու դեմ նրա արշավը թելադրված օրակարգ է Անկարայի կողմից։ Հայոց եկեղեցու թուլացումը Անկարայի համար շատ կարևոր ռազմավարական, հեռահար, հեռուն գնացող հանգամանք է։ Թույլ հայոց եկեղեցի նշանակում է թույլ ազգային ինքնություն ունեցող, թույլ հավատք ունեցող, քիչ համախմբվածություն ունեցող Հայաստան, այն ինչ որ պետք է Անկարային։ Բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը կատարում, որովհետև ուզում է իշխանության մնալ, իշխանություն պահել, որովհետև դիմադրելու ռեսուրս ինքը չունի եւ ցանկություն էլ չունի։ Իր իշխանության մնալու նախապայմանը հենց ազգային դիմագիծ չունեցող պետության վրա իշխելն է։ Ինքը չի կարող ազգային դիմագիծ ունեցող հասարակության վրա իշխել։ Իրեն պետք է այնպիսի հասարակություն, որը որ Ստամոքսի մասին միայն մտածի, որը որ ինքը լավ է ձևակերպել։ Այստեղ կաց, հա, ես ասում եմ մարդ առավոտ զարթնի, իր նախաճաշն անի, գնա գործի, գա տուն, հացը ուտի, հարկը մուծի, վերջ։ Մեկ Այսպես, այո, այսպիսի պետություն։ Դրա համար մանավանդ հիմա որ աշխարհաքաղաքական իրադրությունը շատ սրված է եւ ամեն ժամի գուցե մենք հիմա զրուցում ենք եւ հիմա էլ կարող է այո էսկալացիա տեղի ունենալ, հուսանք որ բանականությունը կհաղթի համենայն դեպս, այս իրավիճակում մի քիչ գայկաները այսպես ավելի են ձգել եւ պահանջները ավելի են խստացրել, որ այդ կառույցը վերցրու քո տիրապետության տակ։ Մնացած բոլոր կառույցները նա իր տիրապետության տակ է վերցրել կամ գրեթե բոլոր կառույցները։ Գործադիր իշխանության մասին խոսք չկա։ Օրենսդիր իշխանության մասին խոսք չկա, ինչպես ինքն է ասել, ականջներից բռնում падգամավոր է նշանակում։ Իրենք իրենց բնութագրել են ուսապարկերը, դա իրենք իրենց բնութագրեցին, դա ոչ թե։ Բայց նայեք, պարոն Սողոմոնյան, նման իրավիճակ է այս պահին ստեղծված, ադրբեջանական պահանջները Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կատարում է։ Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը նույնպես կարող ենք տեղավորել թուրք-ադրբեջանական պահանջների այդ համատեքստում, թեպետ չի բարձրաձայնվում այսպես ուղիղ տեքստով։ Ադրբեջանի կողմից բարձրաձայնվում է։ Փաշազադեի եթե չհաշվենք, նկատի ունեմ Ալիևի կամ Թուրքիայի Էրդողանի կողմից հենց ուղիղ որպես պահանջ չի դրվում, այնուամենայնիվ ամբողջովին այդ համատեքստում է տեղավորվում եւ Նիկոլ Փաշինյանը առ այս պահը բոլոր նախապայմանները, բոլոր պարտադրանքները, բոլոր թելադրանքները հետևողականորեն կատարելով գնում է։ Սակայն հարց է առաջանում, կա արդյոք մի կարմիր գիծ, որից այն կողմ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ շատ ուզենալու դեպքում
չի կարող անցնել եւ ինչն էլ կհանգեցնի արդեն պատերազմին, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու որևէ մտադրություն ու ցանկություն չունի, որովհետեւ ամեն անգամ, երբ համաձայնեցվում է կամ կատարվում է այս պահանջը, դրան անմիջապես հաջորդում է մեկ այլ նախապայման կամ պահանջ։ Դրա կատարելու դեպքում հաջորդում է մեկ այլ ավելի իմիջիայլոց լկտի եւ ավելի հայ պետականության հիմքերը քանդող պահանջ։ Հիմա կա այդ գիծը, կարող ենք մոտենալ այն գծին, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի կատարի այդ պահանջը։ Ինչն էլ կհանգեցնի էսկալացիայի, թե չկա այնուամենայնիվ։ Փաշինյանի համար կարմիր գիծ գոյություն չունի։ Փաշինյանի համար կարմիր գիծ գոյություն չունի, որովհետեւ իշխանությունը իր համար գոյութենական նշանակության հանգամանք է։ Ինքը իր կյանքը չի կարող պատկերացնել առանց իշխանության։ Ինքը հասկանում է, որ շատ հանցանքներ է թույլ տվել, շատ հոդվածներ է շալակել, այսպես ասած։ Եվ ոչ միտեղ ինքը երաշխիքներ չի ունենալու։ Ինքը Սաակաշվիլիի օրինակը տեսնում է իր աչքի առաջ։ Հետևաբար դա չլինելու համար ինքը ամեն գնով իր համար կարմիր գիծ գոյություն չունի։ Ոչ Հայաստանի բնակավայրերը, ոչ պետական մեքենան, ոչ ազգային ինքնությունը, ոչինչ, բացարձակապես ոչինչ իր համար իշխանությունից, երբ որ դնում է նժարի վրա, իշխանությունը միշտ ավելի ծանր է, որովհետև դա մարդը այդպես է մտածում։ Մարդը թեև հայտարարում է, որ ինքը պատրաստ է զոհվելու, բայց բնականաբար զոհողության պատրաստ մարդը այսպես չէր անի։ Դեռ շատ շուտ հեռացած կլիներ կամ ներողություն խնդրած կլիներ կամ չէր մտնի այս ամեն ինչի մեջ, կամ չէր մտնի այս ամեն ինչի մեջ։ Բայց նայեք, արկածախնդիր մարդ է նա շատ։ Նիկոլ Փաշինյանը իմը տպավորությունը երբեմն ստեղծվում, որ կամ տառապում է Ստոկհոլմյան սինդրոմով, որովհետև շատ դեպքերում ոնց որ Նիկոլ Փաշինյանը ինքը Ալիևին առաջարկի, թե Ալիևը հաջորդը ինչ նախապայման դնի կամ ինչ թելադրի, կամ տառապում է Ստոկհոլմյան սինդրոմով, կամ էլ իրոք անկեղծորեն է սիրահարված Ալիևին, որովհետև եկեք չմոռանանք, որ դեռևս մինչև պատերազմը 2020 թվականի Նիկոլ Փաշինյանը Ալիևին համարում էր կառուցողական եւ կիրթ գործընկեր, կիրթ անձնավորություն, այսինքն հիացած էր Ալիևով, առհասարակ դա չեմ կարծում, որ դիվանագիտական ժեստ էր, որովհետեւ դիվանագիտական ժեստերը նման վերաբերմունք հիացական բացականչություններով չեն արտահայտվում, դուք միջազգայնագետ եք նաեւ մասնագիտությամբ, կիմանաք, որ դիվանագիտությունը իրենից ենթադրում է կոնկրետ քայլեր, կոնկրետ գործողություններ, միջպետական հարաբերությունների կոնկրետ հաստատումներ, այլ ոչ թե հիացական բացականչություններ մեկ այլ ղեկավարի նկատմամբ, եւ մենք տեսանք այդ ամենի փաթեթավորումը, տեսնում ենք շարունակաբար նաեւ այսօր։ Հիմա ո՞րն է այստեղ գլխավոր խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը արդեն սիրահոժար է կատարում Ալիևի պահանջները, դրա դիմաց ակնկալելով, որ հենց Թուրքիան ու Ադրբեջանն են հանդիսանալու իր աթոռը պահելու եւ իր անվտանգության երաշխավորը։ Կարծես թե ամենը տանում է դրան, որ այնուամենայնիվ Թուրքիան եւ Ադրբեջանը կլինեն նրա անվտանգության երաշխավորը Հայաստանում։ Մանավանդ ներողություն, մանավանդ որ Թուրքիան արդեն հայտարարություններ անում է, որ մենք պետք է Փաշինյանի անվտանգությունը ապահովենք։ Բայց եղել է, չէ՞, մի անգամ փորձել է երաշխավորի Թուրքիան Փաշինյանին։ Ինչ որ ջոկատ առաջարկել չէ, 2021 թվականի փետրվարին, երբ որ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց եւ պահանջեց հրաժարականը Փաշինյանի, ով առաջինը արձագանքեց, առաջինը եւ կոշտ Թուրքիան։ Նույնիսկ սպառնալիքի տեսքով, որ կարող են ներխուժել Հայաստան։ Եկեք մի բան ֆիքսենք։ Եկեղեցու թուլացումը նույն չափ կամ ավելի գուցե ծանրակշիռ զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ինչ չափով որևէ տարածք տանը։ Այսինքն մենք որ ասում ենք զիջում, մենք շատ ուզում ենք այդ ամեն ինչը նյութական պատկերացնել, առարկայական պատկերացնել։ Ասենք տվեց մի գյուղ կամ մի քաղաք կամ մի շրջան, Աստված մի արած էլի խոսում ենք։ Սա մենք պատկերացնում ենք որպես զիջում, բայց այն ինչ որ արվում է եկեղեցու հետ, դա էլ է շատ մեծ զիջում չասեմ, նույնիսկ կապիտուլյացիայի դրսևորում է, խորքային կապիտուլյացիայի դրսևորում է։ Հիմա, բայց ինչն է այստեղ, երբ որ ինքը տարածք է զիջում, տարածք եթե տա, դրա տակ պետք է ինչ-որ բան փորձի հիմնավորի, թե ինչի է տարածք տալիս։ Հիմնավորում գտնելը դժվար է։ Երբ որ եկեղեցու թուլացումն է ինքը որպես զիջում մատուցում, այստեղ հիմնավորում գտնելը ավելի հեշտ է։ Այ տեսեք, կուսակրոնության ուխտը չի պահել։ Բիզնեսներ ունեն, չգիտեմ ինչեր ունեն,
անբարեհունջ բառեր են օգտագործում։ Ճիշտ է, այսինքն կոնկրետ այն ինչ որ հիմա զիջում է մեր եկեղեցու դերը փորձելով նսեմացնել, մեր եկեղեցու նվիրապետական կարգը 1700 տարվա կամ գուցե լավ 5-րդ դարից սկսած, որովհետև կուսակրոնության հանգամանք ավելի ուշ սկսեց հա մեր եկեղեցում։ Համենայն դեպս 1.5 հազարամյակի կարգը կաթողիկոսի ընտրության ինքը ուզում է փլուզել, այսինքն ամբողջ կառույցն է դնում հա իհարկե ամբողջ կառույցն է ուզում փլուզել, բայց դա արդյոք դա թուրք-ադրբեջանական տանդեմի համար նշանակալի է, շատ նշանակալի։ Ես կարծում եմ անգամ տարածքից ավելի նշանակալի է, որովհետև երբ որ դա Աստված մի արած է ու բնականաբար չի լինելու, մենք դրա համար մտել ենք այս կռվի մեջ։ Սա իսկապես շատ լուրջ պատերազմ է։ Եվ մենք պետք է ատամներով պահենք մեր եկեղեցու հեղինակությունը, մեր եկեղեցու նվիրապետական կարգը չթողնենք որպեսզի սասանվի, մեր եկեղեցին մենք պետք է պաշտպանենք, որովհետև դա մեր դիմագից ունենալու, մեր տեսակ ունենալու կարևորագույն առանցքն է, այն բարոյականությունը, որ մենք ունենք, եկեղեցու շնորհիվ է։ Ես երբեք չեմ մտել այդ դաշտը հեթանոս քրիստոնյա, որովհետև այդպիսի բաներ էին, ու հիմա չկան, բայց առաջ շատ էին էլի բանում։ Այն բարոյականությունը, որ մենք ունենք այսօր, օրինակ, որ հինկերոջ կնոջ վրա աչք դնելը սրբապղծություն է։ Անկախ նրանից այդպես են մտածում են մարդիկ նաև, ովքեր որ օրինակ հոգու փրկության գաղափարին չեն հավատում, Աստծուն չեն հավատում, չէ՞։ Բարոյական կոդեքսներ կա։ Մշակութային առումով, բարոյական առումով իրենք քրիստոնյա են, իրենք սրբապղծություն են համարում ընկերոջ կնոջ վրա աչք դնելը։ Իսկ դա որտեղից է եկել, դա եկել է քրիստոնեությունից։ Ու հիմա դա ներողություն եմ խնդրում, բայց բացի այդ ամեն ինչից եկեղեցին նաև միշտ եղել է ու հիմա էլ կա մանավանդ պետության չգոյության կամ պետության թուլության պայմաններում եկեղեցին այդ բալանսը միշտ պահել է ազգային օրակարգը առաջ տանելը, ազգային շահերը առաջ տանելը։ Երբ որ օրինակ մենք չենք ունեցել պետություն ու մեզ նեղել են, ասենք Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը վեր է կացել, գնացել է Կոստանդնուպոլիս, չգիտեմ, գնացել է Ռեջ Պոսպոլիտայի թագավորի հետ է բանակցել եւ այլն կամ անգեղակոթի ժողով են արել հոգեվոր իշխանության ներկայացուցիչները, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները։ Այս պահին մենք ձևական առումով ունենք պետություն, բայց այդ պետությունը ազգային չի։ Մեր ազգային օրակարգը չի ներկայացնում, դրա համար էլի նորից ոնց որ եկեղեցին է վերցնում։ Արցախցիների անվտանգ եւ արժանապատի վերադարձի հարցը մտցնում է միջազգային քննարկման օրակարգ։ Ինչին էլ աջորդեց Նիկոլ Փաշինյանի այս հարձակումները եկեղեցու։ Դրա համար պետք է մենք այսպես շատ լավ ֆիքսենք, որ եկեղեցու թուլացումը նույնչափ եւ գուցե շատ ավելի ծանրակշիռ զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմին, նույնչափ որ չափ ասենք ինչ որ տարածքի զիջում է։ Տարածքի զիջում։ Բայց Նիկոլ Փաշինյանը այս պահին արդեն այսպես ասած ուժգին հարված հասցրել է եկեղեցուն, արդեն իսկ հասցրել է եւ հասարակությանը, որովհետեւ իմ կարծիքով նա ստեղծել է մի իրավիճակ, որից դուրս գալու բոլոր ելքերը արդեն իսկ վնաս են հանրությանը, որովհետև նայեք, ինչպես է նա հասնելու վեհապարի հրաժարականին, չգիտեմ ոնց է կոչվում եկեղեցում, լավ, պայմանական ասենք հրաժարական, ակնհայտ է, որ օրենսդրորեն նա չի կարող հասնել դրան, սահմանադրորեն նա չի կարող հասնել, դրա համար ստեղծում է ինչ-ինչ հանձնախմբեր, ինչ-ինչ ջոկատներ է ձևավորում, բոլորիս է ակնհայտ, որ այդ ջոկատները միտված են մայր աթոռը շրջապատելու եւ վեհապարին ահաբեկչության ենթարկելու, ահաբեկչություն պարտադրիչի զոհեր, պայթյուններ եւ այլն հասկանալ, այսինքն ճնշմամբ, այո, վեհապարին հանել մայրաթորից, ինչը հանգեցնելու է բախման, ներքին բախման, որովհետեւ ակնհայտորեն վեհապարի աջակիցների թիվը շատ եւ շատ ավելի է, քան այն պետության աջակիցների թիվը, այո, պետության, եկեղեցու աջակիցների թիվը, այո, շատ քան Նիկոլ Փաշինյանի ձևավորած այդ ջոկատները, բայց այնուամենայնիվ հանգեցնելու է բախման։ Եթե դիցուկ պատկերացնենք, չեմ բացառում, որ նաև Նիկոլ Փաշինյանը ունակ է քրեական գործեր հարուցելու։ Եթե դիցուկ պատկերացնենք վեհապարը ելնելով մտավախություններից, որ բախումներ տեղի չունենան, պարակտումներ տեղի չունենան, ենթադրաբար պատկերացնենք մի պահ ինքնակամ հեռանա, դա նույնպես ահռելի վնաս է հասարակությանը ու եկեղեցուն, որովհետև նրան հաջորդը ակնհայտորեն լինելու է իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի կամակատարը, որը այլևս որևէ հարգանք ոչ միայն ներսում, այլև միջազգային ասպարեզում չի
վայելելու։ Եթե նույնիսկ որը գրեթե բացառում եմ Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հրաժարվի իր այս մոլուցքից վեհապարին հեռացնելու, էլի մեծ հարված է հասարակությանը, որովհետև այստեղ գլուխ կբարձրացնեն տարբեր դավադրությունների տեսությունները, պայմանավորվածությունները եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով կա ընդամենը մի ելք այս իրավիճակից դուրս գալու, դա համախմբումն է, բայց ոչ վեհապարի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իմանայք, մենք անդադար խոսում ենք ինչ է եղել, ինչ է այսօր կատարվում։ Բայց եկեք կենտրոնանանք լավ, ինչ անենք, ինչ ճանապարհով, ինչ մեթոդաբանությամբ, ինչ գործիքակազմով մենք ի վերջո պետք է ազատվենք այս աղետաբեր իշխանությունից։ Որոնք են այն եղանակները, որոնք կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանից ազատվելուն։ Ես ձեր ասած մտքերի հետ իհարկե համաձայն եմ, բայց համաձայն եմ, որ այս ամեն ինչը եկեղեցուն վնասում է։ Բայց միևնույն ժամանակ ֆիզիկայի հայտնի ազդումը հավասար է հակազդման օրենքի համաձայն, նաև այս ամենը եկեղեցու շուրջ համախմբվածություն է եւ վճռական մարդկանց թիվն է ավելացնում եւ մարդկանց, ովքեր որ գուցե հոգեվոր կրոնական առումով քրիստոնյա չեն, բայց մշակութապես քրիստոնյա են, գուցե իրենց աթեիստ են համարում, բայց եկեղեցու որպես ինստիտուտի դերը շատ կարևոր են համարում պետականության պահպանության հարցում, բարոյականության պահպանության հարցում, արժեքների պահպանության հարցում եւ այս ամեն ինչը նաև մեծացնում է վճռականությունը մարդկանց մոտ եւ այդ մարդկանց թվաքանակն է ավելացնում, որ เป զի պաշտպանենք եկեղեցին։ Եթե մենք այս հարցում հետևողական լինենք, դիսկրեդիտացնենք, արժեզրկենք Փաշինյանի օրակարգը եւ գնդակը տեղափոխենք նրա դաշտ, ես կարծում եմ դրա շուրջ տեղի կունենա համախմբումը։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ եկեղեցին մինչ այժմ, թեև մենք էմոցիոնալ առումով շատ ենք ուզեցել, որ եկեղեցին շատ կոշտակազդի, բանադրի, զանգեր ղողանջի եւ այլն, նզովի, բայց ես կարծում եմ, որ փայլուն է։ Եկեղեցու գործունեությունը, եկեղեցու ուղեգիծը շատ ճիշտ է։ Ամենայն դեպս 1700 տարվա նվիրապետական կառույց է եւ 2000 տարվա կառույց է, Թադևոսն ու Բարդուղիմեոսն են հիմնադրել եւ այն ինստիտուցիոնալ հիշողությունն է, այն ավանդույթները, որ կա եկեղեցու մեջ, եկեղեցին շատ լավ հասկանում է, որ պահին ինչ է պետք անել։ Այս պահին եկեղեցին պետք է արհամարի, եկեղեցին չպետք է մտնի Փաշինյանի օրակարգի մեջ։ Եկեղեցին, որ պահը մտավ Փաշինյանի օրակարգի մեջ, դա այն է, ինչ որ Փաշինյանն ուզում է։ Արդեն այստեղ մեր գործն է, մեր անելիքն է, քաղաքացիական հասարակության, ազգային ուժերի, մի խոսքով քաղաքական ուժերի, այստեղ մեր անելիքն է։ Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը հետևյալն է, որ խաղադրույքին դրված է մեր լինելիության հարցը, մեր պետականության հարցը։ Եվ այդ գիտակցումից ելնելով տանենք շատ ճիշտ խոսույթ, հանրային դիսկուրս, իշխանափոխության ցանկացած սահմանադրական տարբերակ, որը որ կհասունանա, կլինի դա կլինի ընտրությունների միջոցով, կլինի իմպիչմենտի գործընթացի միջոցով, կլինի հրաժարական պահանջելու գործընթացի միջոցով, բնականաբար ընդունելի է։ Իսկ ինչ անել մարտավարական առումով այս պահին, ես դժվարանում եմ ասել, այս պահին կոնկրետ ինչ քայլեր, շատ կոնկրետ քայլերի անուններ տալ, ես անկեղծ ասեմ, որ դժվարանում եմ։ Համենայն դեպս մի բան գիտեմ, որ իրավիճակը պետք է ժողովրդին շատ լավ բացատրել, խոսել ժողովրդի հետ, ցույց տալ այն ինչի մասին, որ մենք խոսում ենք, հա, որ մարդիկ էլ չմտնեն Փաշինյանի օրակարգի մեջ, որ չասեն, հա, բայց այսպիսի բաներ կան, ինչեր կան, դա նրա օրակարգն է, Փաշինյանի սարքած օրակարգն է, ինչի Փաշինյանը այդ մասին 18 թվականին չէր խոսում, կամ ավելի շուտ չէր խոսում, կամ ավելի ուշ չէր խոսում։ Պետք է հասկանալ, այո, օրակարգ չկար դեռ այդպեսի, ու պետք չէ մտնել։ Նաև կարծում եմ հանրության մոտ պետքա պատրել Նիկոլ Փաշինյանի կեղծավոր դեմքը, նա իհարկե մանիպուլյացիայում վարպետ է, հիմա ամենօրյա ռեժիմով ստատուսներ է գրում, արթնանալուն պես ստատուսներ է գրում։ Այսօր չի գրել Միշայլովին, որ պատ ասում ենք պատը չոփ, այսօր ստատուս չի գրել։ Հələ կնայենք, իրեն բայց կինն է գրել, վիրավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե նկատել եք, ինձ որում շատ գռեհիկ ձևով է վիրավորել։ Դա արդեն իրենց ընդհանուր բարեկրթության մասին բարեկրթության ցուցիչն է իրենց, թեպետ այդ ցուցիչով հավակնում են կրթել մարդկանց
մարդկանց, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը իր ամենօրյա գրառումներով ուզում է ցույց տալ իրեն բարեպաշտ հավատացյալ եւ այլն, բայց պետք է պատրալ, չէ՞ նրա դեմքը հասարակության մեջ, որ Նիկոլ Փաշինյանը իրականում քրիստոնյա չէ։ Ես համոզված եմ, որ քրիստոնյա չէ, որովհետեւ իրական քրիստոնյան երբևէ չէր ծաղրի Հիսուս Քրիստոսին, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ծաղրել, եւ նա հիշում եք մի ժամանակ ինչ ասեց. ես նորն եմ ստեղծում։ Դա ուղիղ իր անձի նույնացումն էր Քրիստոսի հետ, երբ որ Քրիստոսը Գողգոթայի ճանապարհին դիմում է Մարիամ Աստվածածին, ասում է ես նորն եմ արարում։ Կամ երբ որ ցինիկաբար ծաղրեց հարությունը, ասելով որ ես բազմիցս եմ մահացել եւ հարություն առել։ Իրական քրիստոնյան, դա նույնպես իդեպ անձի նույնացում էր Քրիստոսի հետ, Նիկոլ Փաշինյանը տարապում է իրեն նույնացնելով Պապ թագավորի հետ եւ այլ, բայց գոնե աշխարհիկ մարդկանց հետ նմանեցում է ոչինչ, բայց նմանեցում է Քրիստոսի հետ, դա ծաղր է, իսկ իրական քրիստոնյան չի կարող ծաղրել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ մահմեդականները չեն ծաղրում Հիսուս Քրիստոսին։ Այդ դեմքը պետք է պատրենք, որպեսզի հասարակությունը ի վերջո հասկանա, թե ում հետ գործ ունի, ով է հարձակվել եկեղեցի վրա եւ ինչ իրական նպատակներ է հետապնդում։ Առավել եւս հանրությանը պետք է ասենք, որ երբևէ Աստծո կողմից կուսակրոնությունը պարտադիր պահանջ չի եղել։ Լուսավորիչները կուսակրոն չեն եղել, պահլավունիները մեր կաթողիկոսական տները կուսակրոն չեն եղել։ Այսինքն պետք է բացատրենք, որ դա տնտեսական հիմք ունի նաեւ։ Հիմա չեք կարծում, որ Պարոն Սողոմոնյան, պետք է նաև հանրության հետ քարոզչական աշխատանք կատարվի ու շատ ինտենսիվ այդ քարոզչությունը պետք է կատարվի։ Կոպիտ ասած դռնե դուռ պետք է ընկնենք, մենք յուրաքանչյուր բնակչի դուռը ծեծենք, յուրաքանչյուր մարդու, եթե մեզ պատուհանից հանում է մեկը, փորձենք դռնից ներս մտնել կամ հակառակը։ Չեք կարծում, որ այդ քարոզչական խմբերը պետք է ի վերջո գործեն ակտիվորեն հանրության շրջանում։ Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք այդ օրակարգերը մենք սահմանել։ Մենք պետք է կարողանանք թելադրենք, այո, գնում ենք Փաշինյանի օրակարգի։ Շատ դժվար է չմտնելը, որովհետև ամեն դեպքում ինքը վարչապետ է, հետևորդները շատ է, հա, ինչ որ գործողություն որ անում է, մենք չենք կարող դրան արձագանք չտալ, բայց նաև ինքը դա անում է նրա համար, որպեսզի միշտ իր օրակարգի տակ մնանք եւ մենք չկարողանանք օրինակ քաղաքական համակարգը կայացնել, այն ուժերը, որոնք որ օրինակ նոր են, առողջ ուժեր են, այսպես նոր մտնում են քաղաքական դաշտ եւ դա ողջունելի է, հնարավորություն օրինակ չի տալիս որ դա անեն, բայց ես դες հետ համաձայն եմ, որ այո, մենք պետք է խոսենք հանրության հետ եւ խոսքի ուժը երբեք չի կարելի թերագնահատել։ Շատ ժամանակ մարդիկ ասում, հա խոսում եք, գործ չեք անում։ Կներեք, ասենք, ինչ պետք է անենք, բահը պետք է վերցնենք, ինչ որ միտեղից ավազը վերցնենք, ցեմենտը խառնենք, ինչ անենք, չէ, բա իհարկե խոսքի միջոցով է, իրականությունը սոցիալական խոսքի վրա է կառուցված։ Այն իրականությունը, որ Փաշինյանը ստեղծել է իր շուրջը եւ մեր շուրջը, լեզվի վրա գոյություն ունեցող իրականություն է, այդ իրական Հայաստանը իր եւ մնացած այդ ամեն անհեթեթությունները խոսքի վրա գոյություն ունեցող իրականություն են, պայմանականություններ է այդ ամեն ինչը։ Հիմա այդ պայմանականությունների արդյունքում մենք տուժում ենք, թե շահում ենք։ Հիմա տուժում ենք։ Մենք պետք է կարողանանք այդ պայմանականությունները տանենք այն ուղղությամբ, որ մենք սկսենք շահել։ Եվ ի վերջո գեներացնել պահանջ հանրության մոտ։ Փաշինյանից շատ են հիասթափվածները։ Շատ են հիասթափված։ Պահանջը գեներացնել հանրության մոտ, որ իրենց ընտրյալ падգամավորների հետ խոսեն։ Այդ падգամավորներին դնեն վիճակի մեջ, որ գիտեք, դուք հանցակից եք, դուք պատասխանատվություն եք կրելու, որ չեք հեռացնում այս մարդուն։ Լավ, գոնե ձեր մեջ փորձեք դիտարկել։ Ձեր մեջ այլ տեխնացու չկա։ Եթե օրինակ քաղաքացիական պայմանագիր։ Քաղաքացիական պայմանագիր, այո։ Այդքան բան է, հա, այդպես, այդքան անփոխարինելի է, դե եթե այդքան անփոխարինելի է, դուք էլ կոմֆորտ զոնայի մեջ եք, ապա դուք էլ իմացեք, որ հարափոփոխ է ամեն ինչ։ Մի օր դուք էլ եք պատասխանատվություն կրելու այս ամեն ինչի համար։ Բայց ես մի քիչ չեմ կարծում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կգտնվեն մարդիկ այսօր, որ փորձեն ըմբոստանալ, նայեք, մի պահ թվում է, թե Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլ հանգեցնելու է նրան, որ իր թիմը նույնիսկ ըմբոստանալու է այդ ամենի դեմ։ Նայեք, Արցախը հանձնեց, բառացիորեն նվիրեց Ադրբեջանին, սակայն քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն չըմբոստացավ, չեմ հաշվում առանձին անհատներ, որոնք դուրս եկան, բնականաբար եղան մի քանի մարդ,
ընդհանուր հավաքական առումով նկատի ունեմ, ոչ միայն չմբոստացան, այլ նույնիսկ սկսեցին ատամներով պաշտպանել Նիկոլ Փաշինյանին եւ արդարացրեցին Արցախի հանձնումը։ Հետո եկավ Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը, ընդ որում նենգաբար սկզբից հրճակեցի, օրինակ, Տավուշի գյուղերը սկզբից հրճակեցին ադրբեջանական, հետո նոր հանձնեցին Ադրբեջանին։ Հիմա եկավ հայ առաքելական եկեղեցու վրա գրոհը, թվում էր թե լավ մարդիկ հավատացյալ են, ամեն դեպքում նրանցից ոմանք քանի անգամ հանդիպած կլինեն երևի վեհապարին ու աչը համբուրած կլինեն, մտնում են եկեղեցի աղոթում խաչակնքվում են, բան այն Նիկոլ Փաշինյանը հարձակվել է նրանց հավատքի վրա արդեն։ Բայց եկեք բախվեցինք մի իրականության, որ ԿՊԱ-ականները պարզվեց բոլորը մեկը մյուսի հետևից ինչ որ բոլորը կողմեն վեհապարի հեռանալուն, բոլորը իրանց քթները ինչ որ սրա նրա անկողիններում տեղավորել են ու բոլորը, ասենք, պարզվում է կուսակրոնության խիստ, այսպես ասած, մոլորած ջատագովներ են, որը ուզում եմ էլի շեշտեմ, տնտեսական բնույթ ունի, բայց հավանաբար ԿՊԱ-ականները չգիտեն, որ երբ որ եկեղեցին դարձավ ֆեոդալ, հողատեր, ունեցվածք ձեռք բերեց, ապա կուսակրոնությունը դարձավ պարտադիր պայման այն պատճառով, որպեսզի եկեղեցու ունեցվածքը հորից որդի, այո, հորից որդի չփոխանցվի։ Աստծո պահանջ, նման պահանջ գոյություն չունի, որ պարտադիր դու պետք է կուսակրոն լինես, որպեսզի կարողանաս հոտը առաջնորդել։ Բայց այնուամենայնիվ ես նաև ուզում եմ ընթացք տալ ձեր մտքին, որ մենք նաև այո ուղերձ պետք է հղենք ԿՊԱ-ականներին, որ ի վերջո նրանք պետք է կանգ առնեն։ Ի վերջո նրանք պետք է բախվեն իրականությանը ու հասկանան, որ չի կարելի պահի տակ այդ կոնֆորմիզմին տրվելով, որպեսզի վաղը նրանց զավակներին չանվանեն դավաճանի որդիներ, դավաճանի զավակներ, գոնե հանուն իրենց երեխաների։ Այո, ես համաձայն եմ, մենք ԿՊԱ-ականներին էլ պետք է այդ բանը բացատրենք անդադար։ Նույնիսկ եթե 1-2 հոգի հեռանան Նիկոլ Փաշինյանից, դա արդեն ձեռք բերում է պետության համար։ Այո, իհարկե, եկեք շատ առարկայորեն էլի պատկերացնենք։ Կասկած չկա, չէ, որ իրենք հասկանում են, որ հանցագործություններ են տեղի ունեցել։ Քրեորեն պատժելի հանցագործություններ։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում, էլի հանցագործություն է, ճիշտ է։ Կրոնական ազատության սահմանափակում է տեղի ունենում։ Ես երբ որ ասում եմ, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես ոչ միայն ընդունում եմ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դավանաբանությունը, այլ նաև ընդունում եմ նվիրապետական այդ կառույցը, այդ հիերարխիան, այդ կարգերը, այդ բոլոր գործընթացները, դա իմ ընտրությունն է։ Դա իմ ընտրությունն է։ Երբ որ ինչ որ մեկը ասում է, սա պետք է փոխենք, դա իմ ընտրության իրավունքը, իմ կրոնական ազատության իրավունքը խախտում է։ Կրոնական ազատության խախտումը սահմանադրորեն կրոնական ազատությունը սահմանադրորեն երաշխավորված է, ինչպես նաև միջազգային իրավական ակտերով է երաշխավորված։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կա այդ մասին գրված, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ կա այդ մասին գրված, մարդու իրավունքների եվրոպական խարտիայի մեջ կա այդ մասին գրված եւ այլ բազմաթիվ միջազգային իրավական ակտերում կա այդ ամեն ինչի մեջ մասին գրված։ Ինչ որ տեղի ունենում հանցագործություն է, բայց սա մի հանցագործություն է, սրանց առաջ էլի շատ անգամ հանցագործություններ են տեղի ունեցել։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ հանցագործություններ են տեղի։ Այդ մարդիկ մի հատ պետք է sense մտածեն, էլի, ի վերջո իրենք ցմահ են լինելու։ Չէ, ցմահ չեն լինելու։ Մի բան փոխվելու է ի վերջո։ Բալա, որ ցմահ չեն լինելու։ Իրենք խուսափելու են, թե չեն խուսափելու։ Բնականաբար չեն պատկերացնում են, որ քանի падգամավոր, քանի մարզպետ, քանի նախարար, քանի փոխնախարար, թեկուզ որ հիմա ազատվել են, բայց այս ամբողջ քաղաքական պատասխանատվությունը որ կրել են։ Իրենք պատկերացնում են, որ բոլորի համար այդպես բոլորը վեր են կենալու, գնալու են արտասահմաններում, տներ են առնելու, տեղավորվելու են տաքուկ ու վերջ դրանով բոլոր հարցերը լուծվելու է։ Պետք է շատ իրենց մարմնի վրա, իրենց մտքի մեջ այդ ամեն ինչը պատկերացնեն այդ հետևանքները։ Հուսանք, որ այնուամենայնիվ կգտնվեն մարդիկ, որոնք նկատի ունեմ ԿՊ-ի մեջ, որոնք գոնե հանուն իրենց փրկության, հա, իհարկե, ի վերջո կմբոստանան Փաշինյանի դեմ եւ կփորձեն իրենց ավանդը ներդնել նրա աղետաբեր ընթացքը կասեցնելու համար։ Պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։
Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։